Բարի եւ օրհնյալ առավոտ, սիրելի հարազատներս, Հիսուս Քրիստոսի սուրբ ու թանկագին արյունով ծածկում եմ յուրաքանչյուրիս եւ Տիրոջը Հայր Աստծուն գոհություն եմ հայտնում Հիսուսի համար, այն թանկ այրյան համար, այն թանկ կյանքի համար, որ Հիսուսը տվեց մեզ համար, որպեսզի իրեն հավատացողները իր արյունով ներվեն, որպեսզի Հիսուսի արյունը մաքրի մեզ, սրբագործի մեզ ամեն մեղքից, որպեսզի Հիսուսի արյունով համարձակությամբ գանք մոտենանք Աստծուն, որպեսզի Հիսուսի արյունը մեզ հաշտեցնի Աստծո հետ եւ խաղաղություն հաստատի մեր ու Աստծո միջեւ, որ Հիսուսի արյունը մեզ կյանք տա եւ Հիսուսի արյունով մենք կարողանանք հաղթել սատանային։ Օրհնյալ լինի քո սուրբ անունը, Տեր, օրհնյալ լինես դու Հայր Աստված, օրհնյալ լինես Հիսուս Աստված, Որդի, որ այդպես քո կամքով, սիրուց դրդված, քո կյանքը զոհեցիր եւ հարություն առար, որ քեզանով մենք ապրենք, քեզանով մենք ներվենք ու արդարացվենք։ Շնորհակալ ենք, որ դու ես կենթանի դուռը փրկության, ճանապարհը փրկության, Տեր ջան, եւ այդ ճանապարհը նեղ է, եւ շատերը չեն գտնվի այդ ճանապարհի վրա, Տեր, աղոթում ենք, որպեսզի ամեն խաբեությունից մեզ ազատես, որ մենք չհայտնվենք լայն, բայց կործանման տանող ճանապարհի վրա, այլ գանք քո նեղ ճանապարհի վրա, փեշերիցդ բռնած, Տեր, ողորմի մեզ եւ առաջնորդի Հիսուսի անունով աղոթեցի։ Ամեն։ Հիմա եկեք անդրադառնանք ելք գրքին, մենք անցնում ենք 12-րդ գլխին եւ այսօրվա թեման լինելու է զատիկը։ Մենք տեսնում ենք, որ տեղի ունեցան 9 պատուհասները Եգիպտոսում, որտեղ փարավոնը թույլ չէր տալիս, որ Տիրոջ առաջնեկ ժողովուրդը Եգիպտոսը Իսրայելը դուրս գա Եգիպտոսից եւ Տերը 9 պատուհասներ արեց եւ պատրաստվում է Տերը անելու վերջին պատուհասը, առաջնեկների մահվան պատուհասը, բայց դրանից առաջ Տերը կազմակերպում է եւ տալիս է զատիկի կարգը, նախանշանը Հիսուսի արյամբ պաշտպանված լինելու, Հիսուսի արյամբ փրկվելու, Հիսուսի արյամբ մահին հաղթելու նախանշանը, որ կոչվում է Պասեք, գալիս է Passover անգլերեն բառից, այդ բառից, որ նշանակում է վրայով անցնել, այսինքն երբ որ ավերիչը մահվան այդ շունչը անցնում էր Եգիպտոսի վրայով, այն չկպավ Իսրայելին, որովհետև նրանք ծածկված էին գառան արյունով, եւ սա է զատիկը, որ նշում են հրեաները, իսկ մեր համար զատիկը դա Հիսուսի արյունն է, որտեղ Հիսուսի արյունով ենք մենք պաշտպանվում, մեղքերից մաքրվում, արդարացվում եւ հավիտենական կյանք ստանում։ Կարդանք այսօրվա հատվածը եւ անցնենք մեկնաբանությանը Աստծո շնորհով։ Տերը Եգիպտոսի երկրում խոսեց Մովսեսի եւ Ահարոնի հետ ասելով. Այս ամիսը թող ձեզ համար լինի ամիսների սկիզբը, այն ձեզ համար թող լինի տարվա ամիսների առաջինը։ Խոսեք Իսրայելի ամբողջ ժողովրդի հետ ասելով. այս ամսի 10-ին ամեն մեկը իր համար թող մի գառ առնի, ամեն մի տունը մեկ գառ, ըստ իրենց հայրերի ընտանիքի։ Եթե մի ընտանիքի անդամները քիչ լինեն մեկ գառի համար, թող այդ ընտանիքը իր տան մոտ եղած հարևանի հետ առնի։ Ըստ անձերի թվի այդ գառի համար հաշվեք, թե ամեն մի անձ որչափ կարող է ուտել։ Ձեր գառը պետք է լինի անարատ, արու եւ 1 տարեկան գառ, այն ոչխարներից կամ այծերից վերցրեք։ Այն պահեք ձեզ համար մինչև ամսի 14-րդ օրը, եւ Իսրայելի ժողովրդի ամբողջ բազմությունը այն կմորթի երեկոյան դեմ։ Թող օրը թող վերցնեն նրա արյունից եւ քսեն տների երկու կողմի դրանդիրներին եւ վերևի սեմին, որտեղ այն ուտելու են։ Այդ գիշերը թող ուտեն կրակի վրա խորոված նրա միսը,
այն թող ուտեն բաղար չացով և դառը խոտերով, նրանից հում կամ ջրի մեջ գառիցի նկատի, հում կամ ջրի մեջ խաշած չուտեք, այլ կրակի վրա խորովելով, նրա գլուխը, ոտքերը և փորոտիքը միասին կուտեք, դրանից ոչինչ չթողնեք մինչև առավոտ, դրանից մնացածը այրեք կրակով, այն կուտեք այսպես, ձեր գոտիները ձեր մեջքին կապած, ձեր կոշիկները ձեր ոտքերին, ձեր ցուպերը ձեր ձեռքերին, այն կուտեք շտապով, որովհետև դա Տիրոջ զատիկն է, այդ գիշեր պիտի անցնեմ Եգիպտոսի երկրով և հարվածեմ Եգիպտոսի երկրի բոլոր առաջնեկներին, մարդուց մինչև անասունը, Եգիպտոսի բոլոր աստվածների դեմ դատաստան պիտի անեմ, ես եմ Տերը, արյունը թող ձեզ համար նշան լինի տների վրա, ուր որ լինելու եք, և տեսնելով արյունը պիտի անցնեմ ձեր վրայով և հարվածը չպիտի իջնի ձեզ վրա, կորստյան մատնելու համար ձեզ, երբ հարվածեմ Եգիպտոսի երկիրը։ Տեր, շնորհակալ ենք այն զատիկի համար, որ դու արեցիր Եգիպտոսում Իսրայելի ժողովրդի համար, և շնորհակալ ենք այն զատիկի համար, որ մեզ տվել ես Հիսուս Քրիստոսով, որովհետև այս զատիկը հին կտակարանի նախանշանն էր Քրիստոսի, որ մենք Հիսուսի արյունով ծածկված, Տեր ջան, քո դատաստանն ու կործանումը այլևս չի գալիս մեզ վրա, այլ բոլոր նրանց վրա, ովքեր քո պաշտպանության, քո արյան ծածկոցի տակ չեն, Հիսուսի անունով գոհանում ենք Տեր, ամեն։ Աստված Իսրայելին կոնկրետ ու աներկբա հրահանգներ է տալիս Պասեքի զատիկի վերաբերյալ, և յուրաքանչյուր տուն պետք է մեկ գառ վերցներ Պասեքի համար։ Տերը Եգիպտոսի երկրում խոսեց Մովսեսի և Ահարոնի հետ ասելով. այս ամիսը թող ձեզ համար լինի ամիսների սկիզբը, այն ձեզ համար թող լինի տարվա ամիսների առաջինը։ Հիշենք, Աստված հայտարարել էր, որ Եգիպտոսի առաջնեկների մահն էր լինելու, այն պատճառով, որ փարավոնը ապստամբում էր, հրաժարվում էր ազատ արձակել Աստծո առաջնեկ ժողովրդին, Իսրայելին։ Եվ հիմա Աստված հրահանգներ է տալիս, թե ինչպես Իսրայելը կարող էր պաշտպանվել այդ կոտորածից։ Իսրայելի ժողովրդի Եգիպտոսից առաջիկա ազատագրումը այնքան նշանակալի գերկարևոր բան էր, որ Աստված ասաց Իսրայելի որդիներին վերաձևակերպել իրենց օրացույցը, իրենց տարին։ Նոր տարին այժմ սկսվելու էր Եգիպտոսից նրանց փրկագնման ամսով։ Այսինքն Աստված լուրջ ու դրամատիկ ձևով ասում էր, որ ձեր կյանքում ամեն ինչ պետք է փոխվի ու փոխվելու է։ Նույն կերպ էլ, սիրելիս, եթե դու քեզ քրիստոնյա ես համարում և քո կյանքը չի փոխվել, քո բնավորությունը չի փոխվել, քո մտածելակերպը չի նորոգվել, ուրեմն հարց տուր քեզ, որքանով եմ ես հնազանդ Աստծուն, որտեղ Աստված ասում է ամեն ինչ է փոխվելու։ Ուրեմն ամեն մարդու նոր կյանքը, նոր ծննդի օրը սկսվում է այն պահից, երբ նա ընդունում է Հիսուս Քրիստոսին ու Հիսուսի արյունով փրկագնվում մեղքի իշխանությունից, խավարի թագավորությունից, ամեն խաբեությունից ու սատանայի ստրկությունից։ Եվ այդ մարդը Հիսուսի արյունով հաշտեցվում է Աստծո հետ, Հիսուսի արյան միջոցով։ Հրեաների այս Պասեքը նախապատկերն էր Հիսուսի արյունով ապագա փրկագնման։ Ու Եգիպտոսը մեզ համար դա մեղքի ու խավարի ստրկությունից ազատվելն է Հիսուս Քրիստոսով։ Եգիպտոսը այստեղ ներկայացնում է մեղքի ստրկությունը։ Եվ նաև Արարիչ Աստված միշտ նոր սկիզբերի Աստված է։ Ձախողումների պատմության մեջ նա միշտ նոր սկիզբ է տալիս մեզ։ Այդ փաստի վերջնական հայտարարությունը գտնվում է Հայտնության գրքի 21-րդ գլխի 5-րդ խոսքում։ Եվ գահի վրա նստողն ասաց. ահա ամեն բան նոր եմ դարձնում։ Եվ ասաց. գրիր, որ այս խոսքերը ճշմարիտ ու հավաստի են։ Խոսեք Իսրայելի ամբողջ ժողովրդի հետ։ Սա հնգամատյանում, որ
հրեական աստվածաշունչներ, հնգամատյանը, որ գրված է Մովսեսի կողմից, Սուրբ Հոգու առաջնորդությամբ եւ ներառված է մեր Աստվածաշնչում, այստեղ առաջին անգամ հանդիպում ենք այս տերմինին, ժողովրդին, ամբողջ ժողովրդին, հավաքական, հավատացյալ ժողովրդին, որը նկարագրում է հավատքի տեսակետից, կրոնի տեսակետից, ոչ թե ժողովուրդ որպես մարդկային ազգ, այլ Աստծո։ Եվ դա հիմք է դառնում նոր կտակարանում հունարեն բառի էկլեսիայի համար, որ նշանակում է հավաք, քատեղի, հավատացյալների հավաք, որը նաև հիմա նշանակում է եկեղեցի։ Այսինքն եկեղեցի բառի իմաստը շենքը չի, այլ հավատացյալ ժողովրդի համախմբությունը, ներկայությունը, միասնական։ Այս ամսի 10-ին ամեն մեկը իր համար թող մի գառ առնի, ամեն մի տուն մեկ գառ, ըստ իրենց հայրերի ընտանիքի։ Այս առաջին ամսվա 10-րդ օրը յուրաքանչյուր ընտանիք կամ իրար հետ ապրող ընտանիքներ պետք է մեկ գառ վերցներ, եւ այդ գառը պետք է ընտանիքի հետ ապրեր 4 օր, մինչև զատիկը։ Այսինքն ամսվա 10-ին գառը տուն պիտի բերեին ու պահեին մինչև այդ ամսվա 14-ը, ինչպես տեսնում ենք 6-րդ խոսքում, այն պահեք ձեզ համար մինչև ամսի 14-րդ օրը։ Այս կերպ այդ գառը դառնում էր ընտանիքի մի մասը։ 14-րդ օրը, երբ այդ գառանը զոհաբերեին, այն լինելու էր ընտանիքի սիրված անդամ, եւ դժվարությամբ, դառնությամբ էին նրան զոհաբերելու, սգալու էին այդ գառան համար։ Այսինքն Աստված ցանկանում էր ինչ-որ թանկարժեք բանի զոհաբերություն, որտեվ ինքը իր որդուն էր հետո մեզ համար զոհաբերելու, որպեսզի մեր կապը Հիսուսի հետ հասկանանք, թե դա ինչ թանկ արժեք բան էր, որ Աստված զոհաբերեց, եւ որ բան էր ասում, ի նկատի չունեմ այլ իր որդուն զոհաբերեց, որ մեր սրտի դիրքը Քրիստոսի հանդեպ այդպիսին լինի, որ մեզ համար զոհաբերվել է ամենաթանկարժեքը։ Եթե մի ընտանիքի անդամները քիչ լինեն մեկ գառի համար, թող այդ ընտանիքը իր տան մոտ եղած հարևանի հետ առնի, ըստ անձերի թվի, այդ գառի համար հաշվեք, թե ամեն մի անձ, որ չափ կարող է ուտել։ Այսինքն պիտի համ բավարար էր, համ էլ չթափեին, Աստծո թանկարժեքը մենք չպետք է թափենք։ Պասեք գառից ոչ մի կտոր չպետք է մնար, դա էր կարգը, բայց եթե մնար, հետո բացատրում է Աստված ինչ պիտի անեին, պիտի վառեին կրակով, չպետք է թափվեր։ Այդպես էլ մենք չենք կարող Քրիստոսին մասամբ ընդունել, մեր կյանքի միայն որոշակի մասերը հնազանդեցնել Քրիստոսին։ Նման դեպքում մենք պաշտպանված չենք եւ Քրիստոսի արյունը պետք է մեզ ամբողջությամբ ծածկի, մեր կյանքի բոլոր ոլորտները։ Ձեր գառը պետք է լինի անարատ, արու եւ 1 տարեկան գառ, այն ոչխարներից կամ այծերից վերցրեք։ Եբրայերեն գառ բառը վերաբերում է թե ոչխարների, թե այծի փոքրերին, տարիքով փոքր, թե ոչխարի, թե այծի։ Այն պահեք ձեզ համար մինչև ամսի 14-րդ օրը, եւ Իսրայելի ժողովրդի ամբողջ բազմությունը այն կմորթի երեկոյան դեմ։ Կներեք, մինչև այդ, այնտեղ որ ասում է պետք է լինի անարատ, այսինքն սա էլ տեսնում ենք, որ Հիսուսի մասին է խոսքը, որ պիտի լիներ անմեղ, անարատ, անբիծ, միայն անբիծի արյունը կարա փրկի, կենդանու արյունը չէր փրկելու, սա նախանշան էր, եւ Աստված արյունը տեսնելով ուղակի մահվան ոգուն տարավ իրանց վրայից, իր ողորմությամբ, իսկ Հիսուսի արյունը մեզ փրկագնում է, մեզ փրկում է, մեզ կյանք է տալիս, մեզ բժշկում է, մեզ ազատագրում է, անում է այն ամենը, ինչ որ գառան, այդ ֆիզիկական գառան արյունը չէր կարող։ Այն պահեք ձեզ համար մինչև ամսի 14-րդ օրը եւ Իսրայելի ժողովրդի ամբողջ բազմությունը այն կմորթի երեկոյան դեմ։ Ինչու է Աստված գառան մորթելու կոնկրետ ժամանակ տալիս։
Պիտի նայենք Քրիստոսին, ինչ տեղի ունեցավ, երբ որ Քրիստոսը խաչվեց։ Քրիստոսը խաչվեց, Աստծո ընտրյալ գառը Քրիստոսը մորթվեց զատիկի երեկոյան, հրեական զատիկի երեկոյան։ Ուրեմն այս առաջին զատիկը տրված հրեաներին նախապատմում է, նախանշում է այն մասին, թե ինչ էր լինելու դարեր հետո Քրիստոսի միջոցով։ Եվ նաև Քրիստոսի զոհողության միջոցով մենք հասկանում ենք նաև առաջին զատիկը, թե ինչ էր կատարվում։ Եվ նաև Քրիստոսը եկավ մեզ մեղքի ու չարիքի խավարից ազատելու համար։ Եգիպտոսը այդ մեղքն ու չարիքն է ներկայացնում, այդ խավարի մեջ էին, մենք խավարի մեջ ենք, ու այդ խավարում Քրիստոսը զոհաբերվեց մեզ համար։ Տեր Աստված հիմա տալիս է նաև հրահանգներ, թե ինչպես պետք է ուտեին զատիկի գառը, ոչ միայն ուտեին, այլ նաև իրանց հագուկապը, զատիկի գառը ինչի հետ պետք է ուտեին։ Եթե Աստված ինչ որ հարցում հրահանգ է տալիս, ուրեմն այն շատ կարևոր է ու պարտադիր է լսել ու կատարել, եթե ցանկանում ես Աստծո ողորմությունն ու պաշտպանությունը քեզ վրա լինի։ Թող վերցնեն գառան արյունից ու քսեն տների երկու կողմերի դրանդիրներին և վերևի սեմին, որտեղ այն ուտելու են։ Այսինքն ուտելու ես տանը, այդ տանը, որտեղ ուտելու ես, պետք է մնայր այդտեղ և գառան արյունը պետք է քսեիր տան դռան երկու կողմերի և վերևին, ոչ ներքևին։ Ներքևին, եթե արյունը քսեին, Աստված նման հրահանգ չէր տալիս, կստացվեր արյունը անարգել, կյանքը անարգել, միայն դռնդիրներին և վերևին։ Մինչև Պասեքի գառը ուտելը, նրա արյունը պետք է քսվեր տան դռանը, վերևը և երկու կողմերին։ Այս զոհաբերության միակ մասը, որը տրվում էր Աստծուն, արյունն էր։ Մնացածը մարդը պետք է ուտեր, ընտանիքի յուրաքանչյուր անդամ, ու եթե որևէ բան գառից մնացած լիներ, պիտի այրեին կրակով, ինչպես ասվում է 10-րդ խոսքում։ Դրանից ոչինչ չթողնեք, մինչև առավոտ, դրանից մնացածը այրեք կրակով։ Ամեն քրիստոնյայի համար Հիսուս Քրիստոսն է զատիկի գառը։ Կարդանք առաջին Կորինթացիներ 5-րդ գլխի 7-րդ խոսքը։ Մեր զատիկը Քրիստոսը մեզ համար մորթվեց։ Սա է ասում Աստվածաշունչը։ Յուրաքանչյուր քրիստոնյա կարդալով առաջին զատիկի Պասեքի պատմությունը կարող է տեսնել, որ այն Քրիստոսի նախանշանն էր։ Երբ գառան արյունը, որ քսված էր տան դռան վերևի մասին, ու այն կաթում էր, դու կարող ես պատկերացնել այդ գիծը վերևից կաթացող, ու հիմա էլ նայի հորիզոնական գծին, պատի այդ կողքերին դռան քսածին, այդ արյան գիծը, եթե դու այդպես միացնես, դա խաչի սիմվոլն էր դառնում, հատվելով դռան կողերի քսված արյան գծի հետ։ Աստված այստեղ էլ հայտնություն է տալիս, որ այս զատիկի մեջ նա խաչն էր բացահայտում, որի վրա թափվելու էր միակ փրկարար գառան Հիսուս Քրիստոսի արյունը յուրաքանչյուր մարդու փրկության համար, արվելու էր մեկ անգամ։ Դռան կողերի վրա արյուն քսելը ցույց էր տալիս, որ Պասեքի գառի զոհաբերությունը պետք է հիշվեր առօրյա կյանքում։ Ամեն անգամ ներս ու դուրս անելիս նրանք տեսնելու էին արյունը։ Մենք ամեն օր ու ամեն պահ պետք է հիշենք Քրիստոսի թանկ ու սուրբ արյունը, որ թափվեց մեր փրկագնման ու ներման համար, որ հիմք հանդիսացավ նոր ուխտի Աստծո հետ։ Նոր ուխտը Աստծո հետ Հիսուսի արյունով է։ Պասեք զատիկ նշանակում է անցում։ Երբ ավերածության ոգին անցավ Եգիպտոսի վրայով, կոտորեց Եգիպտոսի առաջնեկներին, բայց նրանք, ովքեր գտնվում էին զոհաբերված գառան արյան պաշտպանության տակ, Աստծո պատվիրանի հնազանդության տակ չմեռան։ Հիմա սա Քրիստոսն է, ով հավատում է Քրիստոսին, ընդունում խաչի վրա նրա արյան զոհաբերությունը, հնազանդվում, իրեն դնում Քրիստոսի ինքնիշխան իշխանության տակ, ապրում է, անգամ երբ ֆիզիկապես մեռնում է։ Այդ գիշերը թող ուտեն կրակի վրա խորոված նրա միսը, այն թող ուտեն բաղարջ հացով և դառը խոտերով։ Նրանց հում
Նրանից, այսինքն գառից, հում կամ ջրի մեջ խաշած չուտեք, այլ կրակի վրա խորովելով։ Նրա գլուխը, ոտքերը և փորոտիքը միասին կուտեք։ Զատիկի գառը պիտի միայն պատրաստվեր կրակի վրա։ Մենք Աստծո կրակով զտվում ենք։ Քրիստոսը Աստծո դատաստանի կրակի միջով անցավ։ Դրա համար է ասում կրակով պիտի լինի։ Եվ զատկական գառը մորթվեց ոչ միայն նրա համար, որ նրան նայեն, այլ որ ուտեն։ Եվ մեր Տեր Հիսուս Քրիստոսը մորթվեց ոչ միայն նրա համար, որ մենք լսենք նրա մասին, խոսենք նրա մասին, մտածենք նրա մասին, այլ որ սնվենք նրանով, ապրենք նրանով։ Քրիստոսն ինքը այդ ասեց, երբ հաստատեց հաղորդության կարգը։ Հովհաննես 6-րդ գլխի 53-ից 57-ում Հիսուսն ասում է. Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, եթե մարդու որդու, մեծատառով մարդու որդու, ի նկատի ունենալով իրեն, մարմինը չուտեք և նրա արյունը չխմեք, ձեր մեջ կյանք չեք ունենա։ Խոսքը ֆիզիկական Հիսուսի միսը ուտելու մասին չէր, այլ հաղորդության կարգն էր դնում։ Հա, ով որ երբ որ գինին խմում ես, դա իմ արյան նշանն է, երբ որ հացը ուտում ես, իմ մարմնի նշանն է, հաղորդության կարգը։ Եթե մարդու որդու մարմինը չուտեք և նրա արյունը չխմեք, ձեր մեջ կյանք չեք ունենա։ Ով ուտում է իմ մարմինը և խմում իմ արյունը, հավիտենական կյանք ունի, և ես վերջին օրը նրան հարություն կտամ, որովհետև իմ մարմինը ճշմարիտ կերակուր է, և իմ արյունը ճշմարիտ ըմպելիք է։ Ով ուտում է իմ մարմինը և խմում իմ արյունը, ինձ հետ է միավորվում, ես էլ նրա հետ։ Ինչպես կենդանի հայրը ինձ ուղարկեց, և ես ապրում եմ հոր միջոցով, այնպես էլ նա, ով ինձ ուտում է, կապրի ինձանով։ Հիսուսը այստեղ մարդակերություն չի քարոզում, սա հավատքի հոգևոր գործողություն է, հաղորդության կարգ։ Դրանից ոչինչ չթողնեք մինչև առավոտ, դրանից մնացածը այրեք կրակով։ Զատկի գառը պետք է ամբողջությամբ ուտեին, ընտանիքը պետք է ամբողջությամբ ուտեր զոհաբերությունը և ընտանիքի բոլոր անդամները։ Ամբողջը ուտելու գաղափարն այն էր, որ հենց այդ պահին պետք է ընդունեիր և ուտեիր զոհաբերությունը ամբողջությամբ, այլ ոչ թե մտածես հետո, մնացածն էլ պահեմ ավելի ուշ։ Այսօր այսքանը ընդամենը, ավելի հարմար ժամանակ կուտեմ, երբ ես ցանկանամ։ Զատիկի գառը նախատեսված էր հենց այդ պահին, հենց հիմա, և դու պետք է ամբողջը ստանայիր, առանց մտածելու, որ կարող ես մի փոքր վերցնել, պահել ուրիշ ժամանակ ուտելու համար, կամ հետո հետ դառնաս, եթե կամենաս։ Ուրեմն մենք ընդունում ենք Հիսուսի ամբողջությունը, այլ ոչ թե միայն այն մասերը, որոնք մեզ դուր են գալիս։ Եվ փրկությունը հիմա է, այսօր է, երբ լսում ես Աստծո խոսքը։ Նույնը վերաբերում է Աստծո խոսքին, Քրիստոսը Աստծո խոսքն է։ Աստծո խոսքը չես կարող, այս մեկը դուրս գալիս է, ընդունեմ, այն մեկը դուրս չի գալիս, մի կողմ դնեմ։ Չի գործում այդպես, Աստված այդպիսի կարգ չի դրել։ Այն կուտեք այսպես. ձեր գոտիները ձեր մեջքներին կապած, ձեր կոշիկները ձեր ոտքերին, ձեր ցուպերը ձեր ձեռքին կլինեն։ Պասեքի, զատեկի գառը պետք է ուտեին հավատքով, վստահ լինելով, որ Իսրայելին խոստացված ազատագրումը կատարվում էր ու շատ մոտ էր, և նրանք անմիջապես քայլելու էին խոստացված ազատագրման ազատության մեջ։ Հավատքը կարևոր էր, կենտրոնական էր զատիկի համար։ Եբրայեցիներ 11-րդ նամակի 28-ում ասվում է. հավատալով Մովսեսը կատարեց զատիկը և արյան սրսկումը, արյան ցողումը, որ գառան արյուն թափեցին ու քսեցին դռնդիրներին ու վերևին, որպեսզի անդրանիկներին կործանողը նրանց չմոտենա։ Այսինքն, եթե իրենք հավատքով չհնազանդվեին ու ասեին, այ մարդես Աստված էսի տարօրինակ բաներ է ասում, լավ, չքսենք, բան էլ չի լինի, իրենք կմեռնեին, Աստծո դատաստանը կգար տեղն ու տեղը իրենց վրա։ Այն կուտեք շտապով, որտև դա Տիրոջ զատիկն է։ Զատիկը Տիրոջն էր այն իմաստով,
որ Տեր Աստծո ծրագիրն էր ու Աստված էր դա անում։ Ասեցինք, որ դա Քրիստոսի նախանշանն էր։ Աստված էր Քրիստոսին զոհաբերելու իր որդուն։ Եվ դա նա անում էր հետևյալ բաների համար առաջին զատիկը, որպես փրկություն Իսրայելին ազատելու առաջնեկներին մահվան պատուհասից, որպես հաստատություն հիշելու Աստծո փրկությունն ու ազատագրումը Իսրայելի համար, յուրաքանչյուր սերնդների մեջ որ հիշեին, որպես հզոր նախապատկեր, որը մարմնավորում էր Հիսուսի կողմից հետագայում ապահովվող կատարյալ զոհաբերությունն ու փրկությունը, որպես հաստատություն, որ Իսրայելը Աստծո առաջնեկն էր, որտև իր առաջնեկին նա փրկում էր։ Սուրբ Հոգու ներշնչմամբ այս ճշմարտությունը հաստատվել է նաև նոր կտակարանում։ Պողոս առաքյալը առաջին Կորինթացիների 5:7-ում ասաց. «Մեր զատիկը Քրիստոսը մեզ համար մորթվեց»։ Հովհաննես Մկրտիչը նմանատիպ պատկեր օգտագործեց, երբ Հիսուսի մասին ասաց. «Ահա Աստծու գառը, որ իր վրա է վերցնում աշխարհի մեղքը»։ Դա կարող եք կարդալ Հովհաննես 1:29-ում։ Հովհաննես 19:14-ից հասկանում ենք, որ Հիսուսը խաչվեց հրեական զատիկի ժամանակ, երբ տոնն էր, երբ նշում էին։ Զատիկի նախօրեն էր, մոտավորապես 6-րդ ժամը, եւ Հիսուսը հրեաներին ասաց, եւ Պիղատոսը հրեաներին ասաց. «Ահա ձեր թագավորը», իսկ նրանք աղաղակում էին. «Վերցրու, վերցրու եւ խաչը հանիր դրան»։ Ուրեմն այս առաջին զատիկի պասեքի մեջ մենք Հիսուսին ենք տեսնում, Հիսուսի խաչելիությունն ենք տեսնում։ Ինչպես զատիկի գառը Հիսուսը ապրեց մարդկային ընտանիքի մեջ եւ կապվեց նրանց հետ, թանկ դարձավ, նախքան նրանց համար զոհաբերվելը։ Ինչպես զատիկի գառը ամեն ընտանիքի յուրաքանչյուր ընտանիքի համար էր, ամեն ընտանիքի անդամ պիտի ուտեր, այնպես էլ Հիսուսի զոհաբերությունը պետք է յուրաքանչյուր ընտանիքի անդամ իր համար ընդունի։ Այն չի կարող լինել ընտանեկան, համայնքային, ազգային հիմունքներով։ Այսինքն ընտանիքի հայրը, թե մայրը, թե երեխան պիտի ուտեին զատիկի գառը։ Մայրը չէր կարող ուտել երեխայի փոխարեն, իհարկե եթե ծծկեր երեխան չի կարող ընտրություն կատարել։ Հայրը չէր կարող ուտել մոր փոխարեն։ Ինչպես զատիկի գառն էր անբիծ, Հիսուսը, որ Աստծո գառն է, նույնպես անբիծ էր, կատարելապես անարատ, առանց որևէ մեղքի, որևէ բարոյական կամ հոգևոր անկատարության։ Միայն Հիսուսի արյունն է, Հիսուսի զոհաբերված կյանքը, որ թափվեց մեզ համար, իզորու քավել մեր մեղքերը։ Իր մահով Հիսուսը հպվեց կրակին, Աստծո դատաստանի եւ զայրույթի կրակի միջով անցավ։ Իր մահով Հիսուսը ստացավ Աստծո դատաստանի դառը բաժակը եւ խմեց այդ բաժակից։ Հիսուսի զոհաբերական գործը պետք է ընդունվի ամբողջությամբ, առանց որևէ վերապահումների։ Հիսուսի զատկի գործը իր ժողովրդի համար նրանց ազատության արշալույսը ու նախերգանքն է։ Հիմա ավարտենք, բայց վաղը կեսրանց վրա նորից մի թեթև կանգ կառնեմ եւ կխոսենք արյան պաշտպանության մասին եւ հետո կշարունակենք։ Այսքան այսօր, Աստված օրհնի եւ այս սուրբ արյան պաշտպանությունը Հիսուս Քրիստոսի թող լինի ամենքիս վրա, բայց պաշտպանությունը գալիս է մեր հնազանդությունից։ Հնազանդությունը գալիս է Աստծուն ճանաչելուց, Աստծո երկյուղ ունենալուց։ Պիտի իմանանք Աստծո խոսքը, որ իմանանք Աստված ինչ է ասում, որ ճիշտ ձևով եւ ճիշտ խոսքին հնազանդվենք։ Օրհնված ըրնեք։ Ամեն։